Պարոն Բաղդասարյան «Իզվեստիա» թերթն գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման Ռուսաստանի պլանը հետևյալն է. տարածքների մի մասի վերադարձ Ադրբեջանին, հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայում, փախստականների վերադարձ եւ Ղարաբաղի լեգիտիմացում։ Ապրիլի 21-ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը Հայաստան է ժամանում, որից հետո պիտի մեկնի Բաքու։ Ինչ փաստաթուղթ է առաջարկվելու, արդյոք հենց այս փաստաթուղթն է, ինչ գրում է «Իզվեստիան»։ Դրանք առայժմ բոլորը ենթադրություններ են եւ բնականաբար բանակցությունները ակտիվ շրջան պետք է մտնեն։ Լավրովի այցը իրոք կարևոր է նաև դրամադրվածությունները իմանալու եւ պետք է ժամանակից շուտ մենք ենթադրություններ անենք, թե ինչպիսի փաստաթուղթ կլինի եւ այդ փաստաթուղթը ինչը որ լինի, դա չի նշանակում, որ դա արդեն վերջակետն է եւ վերջնականն է, որովհետեւ հիմնականում պետք է եւ հայկական կողմը եւ Ղարաբաղի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը եւ նաեւ Ադրբեջանը ընդհանուր համաձայնության կան, որպեսզի այդ փաստաթուղթը կյանքի կոչվի։ Կլինեն տարբեր առաջարկություններ եւ Ղարաբաղի կողմից եւ Հայաստանի կողմից եւ Ադրբեջանի կողմից եւ նաեւ Մինսկի խմբի համանախագահների կողմից եւ այդ ընդհանուր առաջարկությունների մի բերելով ինձ թվում է, որ արդեն իսկ ամբողջ միջազգային հանրությունը դրամադրված է եւ պատահական չէ նաեւ ԵԽՎ-ի հայտարարությունը, որը արդեն իսկ կոչ է արվում, որ բոլոր հակամարտող կողմերը եւ բոլորը պետք է համախմբեն Մինսկի խմբի շրջանակներում, որպեսզի կարողանան խաղաղ բանակցային պայմաններով խնդրին լուծում տալ։ Իհարկե, այսպես արագ եւ կարճ ժամանակում չեմ տեսնում ես դրա լուծումը, որովհետեւ դեռ չկան փոխադարձ համաձայնություն հակամարտող կողմերի միջև եւ ինձ թվում է, որ այս բանակցությունների արդյունքում դեռ բավականին բաներ փոփոխության կենթարկվեն։ Նաև ռուսական մամուլը անդրադառնում է, որ Պուտինն անձամբ է կողմերին համոզելու է գնալ փոխզիջումների, սա հնարավոր տարբերակ է, թե ոչ այս փուլում։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի դերակատարությունը մեծանում է եւ կա նման ցանկություն եւ այդտեղ բացական երանգներ մենք չենք ուզում փնտրենք, որ Ռուսաստանը իր դերակատարությունը բարձրացնում է եւ կարծես թե դա նաեւ նպատակահարմար է Մինսկի խմբի երկրների համար եւ մեզ համար կարեւորը նա չէ թե ով նախաձեռնությունը կվերցնի, մեզ համար կարեւորը նա է, որ ներկայացվող փաստաթուղթը եւ բանակցությունները լինեն այնպիսին, որը ձեռք կտա Լեռնային Ղարաբաղի ժողովրդին եւ Հայաստանին։ Լեռնային Ղարաբաղին այս գործընթացներին բանակցող կողմը վերադարձնելը, որքանով է հնարավոր այս փուլում եւ կարող է արդյոք այդ ձևաչափով բանակցությունները կամ Հայաստանի այդ պնդումը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցությունների, շատ կարեւոր զիջումների գնով տեղի ունենա։ Լեռնային Ղարաբաղի ինքնըստինքյան արդեն ընդգրկված է դեռ 94 թվականի փաստաթղթում կա Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը եւ Պաշտոնական Բաքուն ջանք չի խնայում, որպեսզի չեղյալ համարի այդ ստորագրությունը եւ նոր ֆորմատով բանակցություններ ընթանան, բայց ամենայն դեպս այս հակամարտությունը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև է եւ բնականաբար Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը դա պարտադիր երևույթ է, որը մենք պետք է ձգտենք հասնենք այն բանին, որ որպես բանակցային կողմ լինի նաեւ Լեռնային Ղարաբաղը։ Հնարվել է ձևաչափը ֆորմատը Լավրովի այցի հետ կապված, նշվում է, որ ասուլիս է լինելու, այլ որոշակի մանրամասներ կան։ Դեռ ոչ, դեռ մենք նման հարց չենք քննարկել, ամենայն դեպս այդ հարցը մինչև Լավրովի գալը դեռ մենք կա ժամանակ եւ դա քննարկվում է։ Ինձ թվում է, որ այդ ֆորմատը արդեն իր գալու ժամանակ արդեն բաց կլինի եւ այդքան կարևոր չէ թե ինչ ֆորմատով կլինի, կարևոր է ոչ թե ձևն այլ բովանդակությունը։ Որ ձևաչափ ընդունելի կլինի Հայաստանի իշխանությունների համար, խոսք է գնում 5 տարածքների վերադարձի հետ կապված։ Ռուսական մամուլը պարբերաբար եւ ինտենսիվորեն այս երկու օրերի ընթացքում խոսում է եւ քննարկում է դա։ Արդյոք հայերենի իշխանությունները կգնան այդ քայլին։ Բավականին նուրբ հարց եք դուք բարձրացնում, 94 թվականից առ այսօր շոշափվում է փոխզիջումային տարբերակը, բայց փոխզիջում դա լայն հասկացողություն է, թե ինչ է նշանակում եւ դրա տակ ինչ են հասկանում հայկական կողմը եւ ինչ է հասկանում ադրբեջանական կողմը։
եւ բնականաբար հենց այդ կոնտեքստում է, որ որևէ ընդհանուր հայտարարություն մեջ չկա, չի եղել մինչև այսօր։ Բնականաբար ախորժակը մեծ է բավականին, Ադրբեջանի պաշտոնական բակի ախորժակը բավականին մեծ է, իսկ մենք այդ ախորժակին այսպես ասած կուլ չենք գնալու եւ մենք բնականաբար եթե լիներ այդպես, արդեն այս հարցը կարգավորված կլիներ եւ միջազգային կառույցները եւ միջնորդ երկրները ինձ թվում է, որ ի նկատի են ունենում նաեւ դա եւ պարզապես կլինի քննարկումներ եւ առաջարկություններ, իսկ քննարկումների արդյունքներում նոր կարող ենք այդ հետևություններն անել, բայց փողզիչում այդ տարբերակը մենք որևէ մեկ անգամ չենք շղթել, որ կարող է լինել փողզիչում։ Պարոն Բաղդասարյան, ասում է, որ Լավրովը առաջարկում է այն փաստաթուղթը, որը 2008 թվականին առաջարկում էր Մեդվեդևը։ Ըստ էության, այն ժամանակ կոչվում էր Մեդվեդևի պլան, հիմա կոչվում է Լավրովի պլան։ Եթե հենց այդ փաստաթուղթը դրվի քննարկման, ինչ վերաբերմունք եւ ինչ կարծիք են ունենալու 5 տարածքների վերադարձի հետ կապված։ Ես նորից եմ կրկնում, ամեն ինչը պարզ կդառնա քննարկումների արդյունքում, երբ որ կլինի փաստաթուղթը, նաև պաշտոնապես քննարկում կլինի եւ Լեռնային Ղարաբաղում, եւ Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում եւ միասնական քննարկում կլինի եւ մենք կգանք եզրահանգման։ Ամենայն դեպս մենք կատեգորիկ ոչինչ չենք շղթում եւ նաև տոն չենք տալի այն իսկ առաջարկություններին, որը արվում է մեզ մինչև հիմա եւ արվել է մինչև այսօր։ Իսկ ինչ մնում է թե ում պլանն է, ինձ թվում է դա կլինի միասնական, ես չեմ տարբերակում Լավրով, Մեդվեդև, այդպես ասած, դա կլինի միասնական Ռուսաստանի, ասենք, առաջարկությունը կլինի Մինսկի խմբի առաջարկությունը, եթե դերակատարությունը վերցել է Ռուսաստանը, դա չի նշանակում, որ համաձայնեցված չի լինել իրենց առաջարկությունը Մինսկի խմբի երկրների հետ։ Ընդհանուր քննարկումների արդյունքում այս քննարկումները դեռ երկար կտևեն, որովհետև դեռ Մինսկի խումբը իր կարծիքը պետք է ասի, իր կարծիքը պետք է ասի ամենակարևորը հակամարտող կողմերը Լեռնային Ղարաբաղը, Ադրբեջանը, Հայաստանը, այսինքն իր 94 թվականի մասնակից պայմանագրի մասնակից ստորագրած երկրները, եւ այդ ժամանակ արդեն մենք կարող ենք եզրահանգման գալ։ Ենթադրվում է նոր հրադադար, նոր ձևակերպում տրվի խնդրին, քանի որ այլևս չունենք 94 թվականի հրադադարի իրավիճակը։ Չէ, մենք ունենք փաստաթուղթ անժամկետ է եղել այդ հրադադարը, կան խախտումներ եւ այդ խախտումները այսօր պատահական չէ, որ այս աշխատանքները տարվում են, որ միջազգային հանրությունը կարծես արդեն իսկ ինքը համոզված է, թե ում կողմից են եղել առավել ևս վերջին ապրիլյան դեպքերը, եւ մենք նոր փաստաթղթի կարիքը չեմ զգում եւ ես պատահական չէ, որ նշում եմ, որ պաշտոնական Բաքուն ամենքերբ ցկտում է, որ 94 թվականին որպես ստորագրող կողմ Լեռնային Ղարաբաղը դուրս մնա այդ շրջանակներից եւ ինձ թվում է մենք ունենք անժամկետ ստորագրած փաստաթուղթ հրադադարի եւ դրա շրջանակներում բանակցությունները պետք է շարունակվեն։ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում դատապարտվել են Հայաստանի իշխանությունները, մասնավորապես նշվում է, որ պատգամավոր Յոաննետա Կավալին լիագումար նիստում ներկայացրել է փաստաթուղթ, որով վեհաժողովը դատապարտում է Հայաստանի իշխանությունների եւ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությանը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի եւ մշտական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ զեկույցում մասնավորապես նշվում է, որ հայկական պատվիրակությունը եւ Հայաստանի իշխանությունները չեն համագործակցել Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի պատրաստման աշխատանքներին։ Սրանք մեր դիվանագիտական բացթողումներից առանձին падգամավորի ելույթ է եղել եւ հայկական կողմը միշտ պնդել է, որ Բելիցա Մարկովիչը հիմնական զեկույցողը Սարսանգի ջրամբարի հետ այդ նյութի հետ կապված նա որևէ մեկ անգամ այդ չի կատարել եւ նա առաջարկություն է եղել, որ տեղում ուսումնասիրի, դա ամենակարևորագույն կետերից մեկն է նման հայտարարությունների, որ հայտարարություն անող կողմը պարտադիր պետք է տեղում ուսումնասիրություններ կատարի եւ որևէ մեկ անգամ Բելիցա Մարկովիչը չի բարեհաճել, որպեսզի ժամանի եւ տեղում ուսումնասիրի եւ իրականությունը ճշտի եւ արվել այդ հայտարարությունը։ Մեր պատվիրակության պնդումը այն է եղել, որ տեղում պետք է կատարվեն ուսումնասիրություններ եւ հակառակ դեպքում վերացական ինչ-որ հերրակա հեռախոսազրույցներով եւ շահագրգռված որպես անձ, որը դա հաստատվեց նաեւ փաստերով, որ Բելիցա Մարկովիչը շահագրգռված է եւ նա ադրբեջանական կողմի հետ ծերտ հարաբերությունների մեջ եւ համագործակցում է, եթե նա տեղում չի ցանկանում գալ ուսումնասիրություններ կատարել, բնականաբար
ես չեմ կարծում, որ արդյունք կտար իրենց մասնակցությունը այդ քննարկումներին։ Երբ որ նրանք կգան եւ տեղում կուսումնասիրեն, բնականաբար մեր պատվիրակությունը ակտիվ մասնակցություն կունենար այդ քննարկումներին։ Եվ դա մեկ ընդունի, որ դա բանաձև կամ ինչ-որ բան, դա առանձին պատգամավորի հայտարարություն է։ Եվ նաեւ այդ նույն ԵԽՎ ժողովում եւ նաեւ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը նաև այլ հայտարարություն է արել ի պատասխան Փաշաևայի, որը նորից ցանկացել է բարձրացնել սահմանում տիրող իրավիճակի հետ կապված, Ադրբեջանի փախստականների հետ կապված շատ հստակ պատասխան է տրվել, որ միակ բանը, որ ինքը կարող է ասել Ադրբեջանին հետևյալն է, որ դադարեցնել կրակոցները, վերջ տալ կռիվներին։ Այսինքն քննադատությունը հենց դա է, որ արվում է ուղիղ քննադատություն, իսկ մյուս պատգամավորի հայտարարությունը, որը նա կատարել է, նա պարզապես առանց նորություն ուսումնասիրելու, ինչն էր պատճառը, որ մեր պատվիրակությունը այդ քննարկմանը չէր մասնակցում ակտիվորեն։ Պատճառը նա էր, որ հայտարարության տեքստը գրողները որևէ ձևով ցանկություն չեն ունեցել եւ չեն ժամանել տեղում իրավիճակ ուսումնասիրելու։ Իսկ չուսումնասիրված իրավիճակում մենք նյութի քննարկման մասնակցությունը դա ավելորցուն ենք համարել։ Մինչև ապրիլի 1-ը եւ ապրիլի 1-ից հետո մենք այլ իրավիճակում եւ այլ իրականության մեջ ենք ապրում։ Իշխանությունը նույնպես ասում է, որ դասեր է քաղել ստեղծված իրավիճակից, որքանով է դասեր քաղել իշխանությունը տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին, երբ մենք տեսանք բազմաթիվ խախտումներ ահազանգ լրատվամիջոցների կողմից ընտրակաշառքի դեպքեր եւ թե նաեւ ինչպես էր ամբողջ օրինակ քաղաքապետարանի աշխատակազմը Թալինում, իսկ քաղաքական այսպես ասած էլիտան հրասանում կենտրոնացել։ Փաստորեն դասեր չքաղեց իշխանությունը։ Ես ցավում եմ, որ դուք միակողմանի մեկնաբանություններ եք անում եւ եթե դուք լսեիք եւ լսել եք երևի հայտարարությունները եւ նաեւ կարող եմ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը ձեզ մատնացույց անել, որ այդ խախտումները, որը որ դուք նշում եք, այդպիսի խախտումներ տեղի չունեցին, իսկ այն վերացական բաները, որ դրսում ինչ-որ գործողություններ են կատարվել, բնականաբար բոլոր պարտվողները պատրվակներ են փնտրում։ Կա պարտվող, որ ինքը ասում է, ես պարտվեցի։ Իշխանության որ ներկայացուցիչներն են գնացել Հրազդան այցելության։ Իշխանության, որը մենք տեղում ենք աշխատել եւ տեղում ենք հետաքրքրվել, տեղից հետաքրքրվել ենք իրավիճակի հետ կապված ընթացող գործողություններին։ Եվ որևէ ռեսուրսներ, ձեր ասած ծանրակշիռ ռեսուրսներ, այդպիսի բաներ չի օգտագործվել։ Եվ եթե կան նեգատիվ երևույթներ կամ խախտումներ եղել են, ցանկացած հայտարարություն, որը եղել է լրատվամիջոցների կողմից կայքերում, դրանք բոլորը ուղարկվել են դատախազություն եւ ուսումնասիրման փուլում են։ Կատարվել ուսումնասիրությունները, եթե կլինեն նմանատիպ փաստեր, իհարկե բնականաբար դրանք առաջ քաշվեն, բայց ես կարող եմ հայտարարել եւ ձեզ ասել, որ այն ինչը, որ այդ արդեն արտացոլված եւ գրել է մեր լրատվամիջոցները, դրանք չեն կարող ընտրությունների արդյունքի վրա ազդեցություն ունենալ։ Եվ աշխարհում չկա մի ընտրություն, որտեղ նման երևույթներ տեղի չունենան։ Պարզապես առաջի օրերին բավականին թեժ է լինում, երբ որ մարդիկ կրքերը բորբոքված են լինում, սկսում են թմկահարել, հետո կամաց այդ ամեն ինչը անդարտվում է։ Երբ որ փաստերի պատասխանները տրվում է, այդ իրենց ներկայացած իբր թե փաստերի պատասխանները տրվում է, ամեն ինչ կարգավորվում է։ Նույն ընտրությունները եղել են նաև Սպիտակում, հանգիստ ընտրություններ։ Որևէ նման արտահայտություններ նույն մարդիկ են։ Ինչ է նշանակում ընտրապայքար չկար, այնտեղ ընտրապայքարում երկու նախին քաղաքապետը եւ ներկա քաղաքապետը ընտրապայքարի մեջ են։ 30-ից ավելի համայնքներում եղել են ընտրություններ։ Այստեղ մարդիկ կենտրոնացել են երկու Թալինի եւ Հրազդանի վրա։ Ինչու են կենտրոնացել այդ տեղի վրա, որովհետեւ միշտ մտածում են, որ իրենք պետք է հաղթեն։ Երբ որ գալիս են պարտվելու, այլ բան չեն գտնում եւ ասում են, որ ներսում որևէ բան չի կատարվել։ Կրկնակրվարկություն չի եղել։ Մենք մեր զայները կարողացել ենք պահպանել, խախտումներ չի եղել, բայց դրսում ինչ-որ երևույթներ է եղել։ Եվ կարող է 1, 2, 3 հոգի ինչ-որ նորից եմ ասում, արջի ծառայություն են մատուցել, կամ
շանտաժի համար հենց ես չգիտեմ որ կողմից է եղել այդ կաշառքների բաժանումը կամ կարող է իրոք եղել են կաշառքների բաժանումներ այդ իսկ պատճառով դատախազությունը այդ յութերը դատախազությունում են եւ դատախազությունը անպատասխան եզրահանգում է բայց արժի ծառայությունների մատուցողները մի քանի 100,000 դրամով տեսան որ դատարանից ազատ գնահատվում չկա նրանց նկատմամբ օրենքը ինչ որ սահմանում է օրենքը դրանով էլ պատասխանատվության ենթարկում է նոր դրա համար մենք դասեր ենք քաղում ձեր ասած նոր ընտրական օրենսգրքում բավականին խստացնում ենք նաև այդ պայմանները եւ նոր ընտրական օրենսգրքում այն ինչը որ արդեն իսկ արտացոլվում են այս ընտրությունների ընթացքում մենք դա նկատի ենք ունենում որպեսզի նոր ընտրական օրենսգիրքը դարձնենք անխուսափ դուք ընտրական օրենսգրքի նախագիծը այդքան դրական լույսի ներքո եք ներկայացնում մինչդեռ նույն 4+4+4 ձևաչափով քննարկում էին մասնակցած Հայաստանի կոնգրեսը եւ օրինակ երկիր կուսակցությունը հայտարարությամբ հանդես եկան նրա մշակված ընտրական օրենսգրքի տեքստը նայելուց հետո երբ տեսան որ իրենց մտահոգությունները մեծ հաշվով ներառված չեն դուք ուշադրություն դարձրեցիք այդտեղ նրանց հայտարարությունը ինչպիսին է դուք չեք կարծում արդեն իրենք իսկ իրենց ուժերը գնահատել են եւ արդեն հող են ստեղծում արդեն այսօրվանից հող են ստեղծում հետագայում թե ինչ շրջանակներում կարող են խոսել եւ ցավ եմ ապրում դրա համար որ մեր քաղաքական ուժերը արդեն իսկ տեսնում են այլ բան չկա եւ հող են նախապատրաստում հետագայում ինչի մասին խոսել որովհետեւ իրենք գիտեն իրենց ռեսուրսը իրենք իրենց արդյունքները լավ տիրապետում են եւ գիտեն ինչ արդյունքներ են ունենալու Եվ այնտեղ կոնկրետ բادری մասին խոսակցություն չկա։ Ինչ է նշանակում իրենց առաջարկությունները բոլորը ընդգրկված չեն։ Կարող են հակասահմանադրական առաջարկություններ անեն, ինչ որ ոչ իրատեսական եւ իրականացների նախաձեռնություններ անել, մենք պետք է իշխանությունը պետք է ասի դե լավ, քանի որ մեկը իրենք հնարավորություն ունեն, կընդունենք այս առաջարկությունները եւ որից հետո մատացույց անեն։ Ինչու դուք եթե հակասահմանադրական եք, դուք ինչու ընդունեցիք եւ զետեղեցիք օրենքի մեջ։ Դուք 2 տարի առաջ ասում եք, որ այս նորմը հակասահմանադրական է։ Ինչպես դարձավ որ 2 տարի հետո դարձավ սահմանադրական։ Դրանք պատրվակներ են բոլորը։ Եվ դուք նայեք, դա կոնկրետ ինչ են ասել իրենց հայտարարության մեջ։ Ընդհանուր, այսպես ասած, վերացական հայտարարություն է, որը որ տարածել են։ Իրենք իսկ իրենք ինչ եք կարծում, իրենց ընդդիմադիր կերպարը մտածում են ինքը կորցնեն, որ ասեն, որ մենք եկել ենք կոնսեսիոնի։ Այդ քաղաքական կամք չկա։ Եթե ունենային, նրանք կհայտարարեին դրա մասին։ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ նախագահ Սերժ Սարգսյանը լրիվ այլ կոնտեքստով են հանդիպել։ Միայն Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման կոնտեքստով։ Նրանք հանդիպել են եւ բացարձակապես այլ քննարկում տեղի չի ունեցել։ Եվ դա չի նշանակում, որ արմատական ընդդիմությունը կարող է նման հարցի շուրջ, որը վերաբերում է մեր երկրի մեր պետության անվտանգությանը, այդ հարցի շուրջ կարող են ասել, որ լավ, սրանից հետո մենք բոլոր մեր արմատական ընդդիմադիր կեցվածքը վերացնում ենք եւ ներքաղաքական բոլոր մեր խնդիրներից հետ ենք կանգնում եւ մենք դառնում ենք միասնական մի ուժ։ Չի լինի այդպիսի բան։ Այո, եւ նման եւ դա շատ կարեւոր եւ դա ես շատ կարեւորում եմ ես եւ մենք կարեւորում ենք, որ նման իրավիճակներում արդեն որևէ անգամ մեր ընդդիմադիր քաղաքական ուժերը դառնում են միասնական եւ մենք միասնական ճանապարհով գնում ենք առաջ եւ պատահական չի որ մենք նաեւ տոնում ենք հաղթանակներ իսկ ինչ մնում են ներքաղաքական խնդիրներին դրանք մեկը մյուսի հետ բացարձակապես կապ չունի եւ նաեւ մենք ենք դա հայտարարել որ սա չենք ասում որ սա մշտական միասնականություն է ներքաղաքական հարցերի շուրջ յուրաքանչյուր քաղաքական ուժի իր տեսակետը եւ բնականաբար յուրաքանչյուր իր քայլերն է հաշվում եւ իր մարտավարությունն է անում Եվ ենթադրենք այսօր նրանք ասում են շատ ընտրական օրենսգիրք է, բայց իրենք գիտեն իրենց հնարավորությունները։ 2010-ից հետո արդեն դուք լրագրողները պետք է ասեք, բայց ինչի եք բողոքում, որ ընտրական օրենսգիրք է։ Այսինքն նրանք դուրս են գալի իրենց ընդդիմադիր կերպարից։ Ես նորմալ եմ համարում այս քննադատությունը։ Որի շուրջ շատ սկզբունքային էին կողմերը ընտրացուցակների հրապարակման։ Բազմիցս այդ մասին խոսել ենք։ Դրա մասին կա սահմանադրական դատարանի որոշում։ Եվ հիմա մեր ընդդիմադիր որոշ գործիչներ ցանկանում են ինչ-որ ձևով այդ նորմը մտցնել, որ հետո մատի փաթաթան սարքեն, որ ասել, բայց 2 տարի առաջ հակասահմանադրական էր, հիմա սահմանադրական դարձավ, մենք բոլոր պայմանները ստեղծել ենք, որպեսզի այդ ցուցակների ստուգումները կատարվեն։ Եվ եթե չկա իրավական հիմք, կա համաձայնություն, որ կարող են կատարել ուսումնասիրություններ, փաստերը տալ դատարանը բացի այդ բոլոր տրցակները։ Եվ այդտեղ ի հայտ կգա այդ երևույթները, որը որ ինձ համար կասկածելի կլինեն։
բոլոր հնարավորությունները տրված են ցուցակների ստուգման համար։ Ես չեմ ուզում նորից անդրադառնալ կետ առ կետ այդ բոլոր դրվագներին, թե որ դրվագներում ինչպես կարող է իրենց անհանգստությունները փարատվել, որովհետև դրան մասին բազմիցս խոսել ենք եւ վերջնական տեսքը արդեն երբ որ կլինի, արդեն կա իհարկե կմտնի Քարորյան նիստերի օրակարգ, դուք քննարկման ժամանակ դա կհասկանաք։ Իսկ կոնսոլիդացիան կտա Քարորյա նիստերի լիագումար նիստի քվեարկություն։ Վերջին օրերի ամենակննարկվող թեման դա ՀԿ պետի հրաժարականն էր։ Կհաջորդեն այդ հրաժարականները, այս հրաժարականին եւ այն հիմնավորումը, որ նա ներկայացրել էր, արդյոք այն գրառումը հիմնավորման տեսքով ձեզ համար ընդունելի էր։ Հրաժարականները սա հերթական հրաժարականների շարքից էր եւ տարիների շարունակ 20-30 տարի շարունակ եղել են հրաժարականներ, եղել են նշանակումներ։ Բնականաբար առաջի 2 օրը շատ ուշագրավ է եղել, բոլոր լրատվամիջոցները սևեռվում են այդ հրաժարականի վրա, հետո լինում է հաջորդը, անմիջապես մոռանում են այդ հրաժարականը եւ սևեռվում են մյուսի վրա։ Ես սա նորմալ քաղաքական գործընթաց եմ համարում, որևէ մեկի պաշտոնը հավերժական չէ։ Ոչ էլ իմ խմբակցության ղեկավար լինելն է հավերժական։ Քաղաքական զարգացումները ընթանում են, ընդհանուր առաջ ենք շարժվում եւ այդ ընթացքում կարող են ամենաանկանխատեսելի դեպքերը եղել եւ ամենաանկանխատեսելի հրաժարականները լինել։ Իսկ ինչ մնում է ձեր նշած գործչի Միրան Պողոսյանի հրաժարականի հետ կապված, մարդը գրել է իր հրաժարականը, մենք որևէ մեկս իրավունք չունենք վիճարկելու, թե նա ինչ պատճառով է հրաժարական տվել, որովհետեւ ինքը արդեն իսկ գրել է դիմումի մեջ եւ հետագայում եթե կլինեն դրանք դեպքեր, որ պետք է իրավապահ մարմինները զբաղվեն, դրանով կզբաղեն եւ դրա արձագանքները կիմանանք։ Իսկ կարող է լինել, որ 1 ամիս, 2-3 ամիս հետո Միա Պողոսյանը հանդես գա հայտարարությամբ եւ այդ ամեն ինչը հերկված լինի, ինչը որ այլ մամուլում լրատվամիջոցները արձագանքում են, կարող է նաեւ հերկված լինի։ Այդ ժամանակ նույնպես պետք է հետևություններ անենք։ Իսկ եթե հանկարծ կլինի, որ դրանք կհաստատվեն, այդ ժամանակ էլ պետք է հետևություններ անենք։ Բնականաբար մի դեպքում քրեական պատասխանատվության կենթարկվի, մյուս դեպքում պաշտոնի վերանայման հետ կապված իշխանությունը։ Դա արդեն հետագայի խնդիր է, պաշտոնի վերանայման կամ ինչ եթե մարդը եթե իրեն նկատմամբ անձի նկատմամբ նման մեղադրանքներ են հնչում եւ այդ մեղադրանքները ամբողջովին հերկվում է, դա ինձ թվում է իրեն համար ամենակարևոր խնդիրն է։ Առաջին հերթին, որովհետև եթե վերաբերում է անձին, նա պետք է մարդու ինքնասիրությունը ես ամեն ինչից բարձր եմ գնահատում եւ պաշտոնից եւ ամեն ինչից բարձր եմ գնահատում յուրաքանչյուր մարդի ինքնասիրությունը եւ նա պետք է կարողանա պաշտպանել եւ իր այսպես ասած անմեղությունը, մաքրությունը ինքը պետք է կարողանա բացել եւ նա պատահական չէ որ հայտարարության մեջ ասել է, որ ես հրաժարական եմ տալիս, որպեսզի իմ այս դիրքում չլինեմ եւ կարողանամ պաշտպանել ինքս ինձ։